Հայր եւ որդի Մինասյանները խոստովանում են, այս կիսանդրու վրա աշխատել են առանձնահատուկ սիրով։ Ամեն օր չէ, որ արվեստագետը ոստիկանությունից քանդակի պատվեր է ստանում։ Առաջինը ես ուրախանում եմ, որ ոստիկանությունը մեր հետ է, ոստիկանությունը իմ ընկերն է եւ մենք ունենք ապագա։ Ծաղկաձորի քաղաքապետը խոստանում է, շուտով Հեքիմյանի քանդակի կողքին կկանգնեն նորերը։ Զբոսաշրջային կենտրոնն ամենահարմար վայրն է դրանց համար։ Մեր մեծերին կճանաչեն նաև օտարազգի հյուրերը։ Վարպետ որպես երգահան, կոմպոզիտոր, վարպետ մեր համար որպես մեր ավագ ընկեր, քրեական հետախուզության մեր գոլեգան։ Վարպետաց տոն է երևի այսօր։ Երևի մենք հավաքվել ենք հենց դրա համար։ Հեքիմյանը մի արտակարգ մարդ էր, արտակարգ անձնավորություն։ Նա այնքան նուրբ հոգի ուներ եւ դրա հետ միասին ինքը տղամարդ էր եւ ինքը ուներ կարող էր ձեռը խփեր եւ ասեր որ ոչ, այսպես չենք անում։ Հետախույզ Հեքիմյանի սխրանքների մասին քչերը գիտեն, իսկ նրա երգերը բոլորին են հայտնի։ К сожалению, раньше срока, потому что слишком много. Արվեստագետները մահանում են ժամանակից շուտ, որովհետև իրենց ողջ էներգիան եռանդը դնում են իրենց գործերի մեջ։ Նրանք մահանում են, բայց թողնում անմահ անուն։ Մայիսի 10-ին կլրանա Ալեքսանդր Հեքիմյանի ծննդյան 85-ամյակը։ Հեքիմյանը մարդ էր, ով երկաթգծի մեխանիկից հասել է գեներալ-մայորի կոչման, իսկ նրա ստեղծագործական տաղանդը դեռ սերունդների է հիացնելու։ Սպարտակ Գրիշյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։